Հարկ նժդեհին։ Այսօր խոսելու եմ մի քիչ Թրամփից։ Ճիշտ ասած, քաղաքական գործիչները քայլեր են անում, իրենք գիտեն իրենց քայլերը հերթական կարգով, որովհետեւ մեկին չեն բացում այդ խաղաքարտերը, չէ։ Այսօր ստեղ մի բան ասեցին կամ մի բան արեցին, իրենք արդեն գիտեն, որ սրանից հետո որտեղ ինչ քայլ պետք է անեն։ Իսկ քաղաքվերլուծաբանների կամ հասարակ քաղաքականությամբ հետաքրքրվողների կամ զբաղվողները սկսում են գուշակել կամ կանխորոշել, կանխատեսել, թե հաջորդ քայլը այս քաղաքականության կամ այս պետության ղեկավարի որն է լինելու։ Եվ նման մի խառնակ իրավիճակ է հենց հիմա աշխարհում, որովհետև կանխագուշակել Թրամփի գործողությունները, զուտ Թրամփի, դա չգիտեմ, ես Թրամփին լուրջ չեմ վերաբերում իրականում, ուղղակի ինքը աշխարհի թիվ 1 պետության ղեկավարն է, բարդ է գուշակել Թրամփին, բայց ես ոչ թե հիմա գուշակելու եմ նրա քայլերը, ուղղակի քանի որ Ամերիկան կառավարվում է, այսպես ասած, խորքային պետության կողմից, ինչ է խորքային պետությունը։ Այս երկիրը մինչև օրս ղեկավարվել, կառավարվել է մի մեխանիզմի կողմից, որի բոլոր դետալներն արդեն կա, ժամացույցի պես է։ Այդ դետալները հավաքած պատրաստ այդ մեխանիզմը աշխատում է։ Այդտեղից որ մի աստղանիվ կամ ատամնանիվ հանեք, փոքր կամ մեծ, համակարգը կփլուզվի։ Դրա համար ասենք, այսպեսի մի հատ երևույթ կա, նախագահական պետություն է Ամերիկան, բայց այդ ժամացույցի մեխանիզմի մեջ նախագահները իմ պատկերացմամբ չկան, որտեղ իրենք փոփոխվում են անընդհատ։ Իսկ Ամերիկան նորից շարունակում է հզորանալ, ով եկավ Ամերիկան իր տենդենսը հզորանալու շարունակելով գնում է։ Այսինքն, եթե հիշենք նորից Օբամայի ուղղված հարցը, որ լրագրողացած, որ դարձակ նախագահ, ինչ զգացում, ինչ հասկացաք, ինչ է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը առհասարակ, այդ մարդը ասեց, ես դարձա Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ, հետո իմացա, որ նախագահի դերը շատ թույլ է իրականում։ Հասկանում եք։ Դրա համար ասենք, եթե Ամերիկան մնա Թրամփի հույսին կկործանվի, միանշանակ ցանկացած երկիր մնա Թրամփի հույսին կկործանվի, բայց դե եթե հիշում եք, որ Թրամփը երկրորդ անգամ, այսինքն նախանցած դեկտեմբերին, որ արդեն ընտրվեց, անցած հունվարին ստանձնեց պաշտոնը, ու սկսեց այդ իր խառնակ քաղաքականությունը, հա։ Ասենք ես ասեցի, որ եթե խորքային պետությունը զգա, որ Թրամփը չափերն անցնում է, ասեն հոп տղա ջան, դու գնա։ Եթե չէ, ուրեմն իրենք իրենց հաշվարկներում ծրագիր ունեն, որտեղ Թրամփը պետք է իրենց։ Եվ բանից պարզվում է, որ երկրորդ տարբերակն է աշխատել ու Թրամփի միջոցով Ամերիկան շոշափում է աշխարհի տրամադրվածությունները։ Մարդը կանգնում ասում է, ես բռնապետ եմ։ Օրինակ, չէ՞, գնաց Պուտինին ասես դու բռնապետ ես, ասի չէ, ես բռնապետ չեմ, ընտրված նախագահ եմ, բայց ինքը իրականում բռնապետ է, չէ՞։ Չինաստանի ղեկավարը, այս Մադուրոն, հա, Հայաստանը, Ադրբեջանը, Բելոռուսը, դրանց ում հարցնեք, ասեն դու բռնապետ ես, ասի ինչ ես ասում, ժողովուրդն է ինձ ընտրել։ Բայց իրար որ փաստ ժողովուրդն են ընտրել, ինքը կանգնում հայտարարում է, որ ինքը բռնապետ է։ Հասկանում եք։ Այսինքն ինքը սրանով բռնապետերին ստորացնում է նաև։ Ինչի՞։ Որտեւ ասում է, եթե դու բռնապետ ես ու այս վիճակին ես, ասենք Պուտին, սկի գնացել ես աղբորդ տուն, ուզում ես քանդես, էլի քեզ չի հաջողվում, այ բռնապետ։ Քեզնից ինչ բռնապետ, եթե դու ուժ չունես, էլի շպետ։ Բռնապետը ես եմ, որ Մադուրոին ուզեցի վզից վերցնեմ տանեմ, տարա։ Պարսկաստանին ուզում եմ հասկացնեմ, որ բռնապետությունը դե ապագա չի։ Դու վախեցար սսկվեցիր, Լուկաշենկոն մտավ աթոռի տակը, չէ՞։ Մարդը իր այդ անկապ հայտարարություններով հասկացնում է, եթե դու բռնապետ ես, պետք է ուժեղ լինես, բայց դու ուժեղ չես, ասում է։ Ուժեղը ես եմ։ Հասկացաք, չէ՞, ինչ է ուզում անում։ Այսինքն Ամերիկան ժողովրդավար պետություն է, այդ մեխանիզմը դենց է աշխատում։ Ու որպեսի ինքը աշխարհի, այսինքն բռնապետերի հետ
այդ համակարգով երբ որ ինքը շարժվում է, բռնապետները, ասենք, երես են առնում, նորից շարունակում են։ Դու իրենց այդ փափուկ ինքը կոշտ, գալիս են բան, որ դու ուզում ես իրենց հետ իրենց լեզվով խոսես, բայց քանի որ պետությունը այդ մեթոդը չի ընդունում, դրա համար կա Թրամփ, որը այդ երկրի նախագահն է, կարող է իրեն թույլ տալ ամեն ինչ, ու եթե պետությունը զգա, որ դա իր իմիջը արդեն խախտել, ինքը կարա Թրամփին հեռացնի։ Մի հատ էլ իր հարցերը կարգավորելուց հետո, ամեն ինչ բացահայտելուց հետո, դες Գրենլանդիայի հետ կապված, չէ՞, այս կանեմ, այն կանեմ, չէ՞, զորք կբերեմ, այս կանեմ։ Այսինքն մի հատ ոնց էր Պուտինն ասում, չընթարգվեք, այս կանեմ, բան անցավ այդ նույն տարբերակի, այնց արեց, որ այդ մարդիկ կամավոր համաձայնվեցին իրանց, ասենք, ավելի լավ պայմաններով, այսինքն այն ինչ որ կար Ամերիկայի հետ, ավելի լավ ու ավելի երկարաժամկետ պայմաններով, մարդիկ ինչ բարդադիր է, որ ասենք Գրենլանդիան, ասենք լինի Ամերիկայի սեփականություն, եթե ինքը կարող է սեփականի պես օգտագործել, օրինակ։ Եվ իր իմիջն էլ որպես ժողովրդավարի մնում է։ Բայց ինքը Թրամփին օգտագործեց, որ նման մեթոդներով, հիմա ասենք, եթե վաղը, ասենք, փորձեն Ամերիկային մեղադրել, կասեն դե Թրամփն էր, հա, ներողություն, էլի, դենց էր, մի տեսեք ազատվեցինք։ 80 տարեկան էլ մարդ է, երբ ուզեն ազատվեն, կազատվեն, հետո էլ դադեն էլ դրան մի օր մի կեսօր է մնացել։ Չնայած տեսքին նայում ենք, հələ ոնց որ առույգ է, որտեվ Նիկոլի ծնկները ձեռնահարեց։ Հայմիջայլոց Նիկոլի երկրպագուներին ասեմ, ասենք ոգևորվել են, գնաց, Թրամփը տարավ իր կողքին նստեցրեց։ Եթե հիշում եք, որ ընդհանուր բոլորը ծափահարում էին, բոլորը նայում էին կենտրոն ու ծափահարում էին։ Նիկոլ Թրամփի կողքը նստած երևի չէր պատկերացնում, չէր հավատում, իրեն թվում էր երազ է։ Բոլորը նայում էին կենտրոն ծափահարում էին իրար, Նիկոլը նայում էր էս Թրամփին ու ծափ էր տալի ու ժպիտը երեսին էլի։ Հետո Թրամփը հասկացավ, որ իր դե երևի մարդ էս էլի, որ ինչ-որ մեկը ուշադիր քեզ է նայում, կարող է քիչ էլ հաճելի չի։ Ձերքը թեթև բդիկներին դες ասած հանգստացի, նորմալ է, ամեն ինչ նորմալ է։ Հասկանում եք, իր այդ երեխի հատկանիշները, ասենք, լագոտի ավելի շուտ էլի։ Ասենք, այդտեղ այն որ մի անգամ էլ այդ որ գնացել օգոստոսի 8-ին դες խառնված թշկոտում էր, ասես դեմքով նշաններ էր անում, ցույց էր տալի, բա տեսեք Թրամփի կողքը նստած Օվալաձև սենյակում, նույն թղթի տակ իմ ու Թրամփի ստորագրությունը կա, բան, սենց, հասկանում եք, ոգևորվել էր։ Բայց ասեմ, որ այն ինչ որ արվում է թրիպի հետ կապված, ես դեմ եմ այդ թրիպին իմիջայլոց ու ես հələ այն հույսին եմ, որ դա չի գործելու, որովհետև հենց Պարսկաստանի հարցերը լուծեցին, այդ թրիպ դառնա անիմաստ։ Ուղղակի Ամերիկան եկա, որ քանի որ Նիկոլը ով ինչ ուզում է տալիս է, ինքը չունի կարմիր գծեր, էլի, բարոյականության նորմ չունի, որից մեկը չի կարող դեմ խոսել, որովհետև երբ ինչ ուզում են, ինքը տալիս է, ինչ ուզում են, ասենք, ասում են ձերոց գլխին ինչ ուզում, ինչ էս արային արա անում է։ Անամոթ, անբարոյական, անսկզբունք, չասեմ ինչ է։ Ուրեմն այդ երևույթը ինքը, ասենք, հասկացրեց, որ դու խելոք նստի, ես գիտեմ ինչ եմ անում։ Եվ այդ ընկերությունը, որ ինքը բացում է, այդ խաղաղության, չգիտեմ, ես ինչ կոմիտե է բացում կամ հանձնաժողով է բացում։ Եթե ուշադիր եք, այնտեղ ովքեր եկել են, մեծամասամբ Չինաստանի ապագա կամ Չինաստանի տեսակետում են երկրներ, որ ինքը պետք է իրանցով աներ։ Այսինքն ինքը հայտարարում է, որ սա ՄԱԿ-ին ինչ-որ հակազդող կամ ավելի հզոր կառույց է լինելու ու ինքն էլ պետք է լինի դրա ղեկավարը, հայտարարել է։ Դες Ռուսաստանին էլ է առաջարկել արի, բայց սա ռուսները մտածում են, չէ՞, երևի մտածում ես որտեղ են ուզում մեզ գցեն։ Գցելն այնտեղ է, որ եթե դու գնացես դրա անդամ դառար, ասողը այնուամենայնիվ, բան ասող Ամերիկան է լինելու, որովհետև ինքն է կազմակերպել ու ինքն ասում է, որ ես եմ ղեկավարելու։ Դրա համար իրենք հասկանում են, որ այնտեղ գնացին, գնելու են Ամերիկայի ենթագայության տակ։ Բայց այսպես ինքը արհեստական սարքեց, որ Ամերիկան եւ Եվրոպան իրար հետ հակամարտություն ունեն։ Այսինքն սա Ամերիկայի խորհրդային պետությունն է թույլ տվել, որ Թրամփը նման ոճով առաջ գնա, շոշափելու բոլորի տրամադրությունները։ Տեսնի, ասենք, այս տնտեսական կախումները,
լուրջ ազդեցություն են, թե էլի սեղմի, որովհետև մարդկա կարող է ասի դե որ դենց է դու ես 200% ես դնում, ես էլ 600 եմ դնում, օրինակ Ֆրանսիան ասի, Կանադան ասի։ Այն ինչ որ Թրամփն անում է, դա նաև, ասենք, եթե տնտեսապես ճնշում է այլ երկրների, դա նաև հակազդում է Ամերիկայի տնտեսության վրա։ Սա չի կարող մնալ, որովհետև Ամերիկան նույնպես խնդիր կունենա։ Սա կարճաժամկետ դիագնոստիկա է։ Այդ իրավիճակը աշխարհի ճշտելու եւ նորից բոլորին իրենց տեղը դնելու։ Ամերիկան ցույց է տալիս, որ աշխարհը միաբևեռ է։ Խորհրդային միության փլուզումից հետո աշխարհը միաբևեռ է, դեռ Չինաստանը չի հասցրել դառնա բևեռ, որովհետև ինքը կարողանում է Չինաստանին կանխել։ Լուրջ մրցակիցն Չինաստանն է, բնականաբար։ Հիմա այս երևույթը Թրամփը կներեք, ես այնպես չէ որ իմ ասած ամեն ինչ ես իմ պատկերացումներ եմ ձեր հետ կիսվում։ Այսինքն Թրամփը ինչ անում է Ամերիկայի հետ խորհրդային պետություն ասած այն ուղեղը։ Նա թույլ է տալիս եւ հետեւում է, որ տեսնում է մնացածի բանը, ռեակցիաները, գործողությունները։ Հա։ Եվ եթե հանգարց զգավոր չէ, թույլ չի տա, հաստատ թույլ չի տա։ Ինչ վերաբերում է Թրիմփին, ես ձեզ ասեմ, տեսեք, Իսրայելը ինչ քաղաքականություն է անում։ Թուրքիայի դեմ թշնամի է, Ադրբեջանին աջակցում է, պահում է իր ուղեծրում։ Երբեմն Ալիևը հայտարարում է, չէ, մեկ ազգ երկու պետություն, այսինքն Թուրքիան, Ադրբեջանը կամ երկու պետություն, մեկ բանակ։ Բայց մի պետություն չի ուզում Ալիևը, հասկանում ենք։ Էրդողանը ասում է Թուրան, Ալիևն ասում է մեկ ժողովուրդ, երկու պետություն, մի բանակ, երկու պետություն, այսինքն Ադրբեջան պետությունը իրականում իսկապես արհեստական պետություն է եւ ինչ որ մեկի սեփականությունն է, Ալիևների սեփականությունն է։ Եվ Ալիևը եթե հանգարց, ասենք այդ Սյունիքը բացվի, ասենք դառնա, չգիտեմ, եսի ինչ ու Թուրանը ստացվի, այսինքն իրանք կարողանան Հայաստանին այն վիճակի մեջ գցեն, որ վերջ Թուրանը բացվել է, Ադրբեջանը իր նշանակությունը կկորցնի եւ Ալիևները չեն կարող իշխել։ Չեմ կարծում, որ բանը այդ Թուրանի ղեկավարը Ալիևի տղան լինի, իսկ Ալիևը ուզում է որ իր պետությունը մնա առանձին, որ իրենից հետո իր տղեն վայելի, կարող է այդ պետության անունը իսկ Ադրբեջանը փոխել հետագայում Ալիևաբադ դնեն կամ չգիտեմ եսի Միլհամաշեն դնեն, Բադ դնեն, Շեն բառ իրանք չեն օգտագործում։ Հասկանում եք, նման իրավիճակ կա։ Եվ Ամերիկան էլ է դա հասկանալով, ասենք Ադրբեջանին, Հայաստանին տանում է, հիմա Հայաստանին թողել է թրիպից 24%, չէ, 76% իրեն է վերցրել, բայց այն պայմանով, որ ինքը կարող է մի քանի պետության վրա այդ տոկոսից մասնաբաժին տա։ Հնարավոր է Ադրբեջանին էլ տա, այսպիսի բաներ են խոսում, չէ։ Եվ ինքը եթե հանգարց Հայաստանին 51% թողեր, ես էլ եմ ասում, ես կողմ չեմ այդ թրիպին։ Ինչ ճիշտ հասկացեք, ես կողմ չեմ։ Ես ու հələ այս պահին էլ հասկանում եմ, որ դա չի գործելու, դա ամերիկան ժամանակը որ ձեռք դրել ավրեն, որ թուրքերն ու ռուսները, Չինաստանը դրանից չօգտվեն, որովհետև Նիկոլա Վոռաբադ Շանտողութուլայի երբ ինչ ուզում են տալիս է։ Շորտական լեզվով ասեմ, ինքը ձեռք դրել ավրեն, որ ինքը ոչ մեկ ոչինչ չուզի Նիկոլից։ Նիկոլի հետույքը բռնել է։ Բայց եթե հանգարց 51%-ը թողեր Հայաստանին 49 պահեր իրան, այդպես թուրքերը Ադրբեջանը կարող է համաձայն չլներ։ Որտեղ կասեր դե գլխավոր փաթեթը հայերի ձեռքին է, էլի հայերը որոշումները վերջնական հայերն են անելու, այդ մարդը ուզում է հայ չտեսնի։ Որքան էլ նիկոլականներն ասում են, մենք գնում ենք խաղաղության, Ալիևը մինչև հիմա պնդում է, ես ձեր երեսը չեմ ուզում տեսնեմ, անգամ ձեր հողի վրա։ Հիմա Թրամփը, այսինքն Ամերիկան 76%-ն է վերցրել, որ Ալիևը արդեն հույս ունենա, որ հայերը այնտեղ գլխավոր փաթեթը իրենց ձեռքին չի, եւ այնտեղից մասնաբաժին կարող է հանեն։ Եվ հնարավոր է, որ սա հանգիստ թողնի ադրբեջանցիներին, դες չլարվեն, բայց կա պահը, օրինակ, ասենք, Ամերիկան դեռից մասնաբաժին Հայաստանին էլ հանի, կամ թապես, այսինքն եթե գործի, չի գործելու, կամ ոչ մեկի ոչինչ չտաս, դա ամբողջ է վերջ 76%-ն իմն է։ Համագործակցելով Հայաստանի հետ։ Ուղղակի այդ մեծ թիվը, Հայաստանի չափաբաժնից ավելի մեծ թիվը, դա մի քիչ հույս է տալիս թուրքերին, որ Ալիևն էլ ոգևորվի, որ Թուրքիային բան չանի, հասկանում եք, չէ՞։ Թուրքիայից Ադրբեջանին հեռու պահելու նաև, էլ եմ ասում, ինչպես Իսրայելն էր Ադրբեջանի հետ վարվում, Թուրքիայի հետ հակառակը Ադրբեջանի հետ նորմալ, Թրամփն էլ նույնպես, ունենց է անում, որ Ադրբեջանին իր ուղեծրում պահի, որ այդ Թուրան, Մուրան, բան մտքներով չանցնի։
Եթե Թուրքիայի մտքով անցնում է, Ադրբեջանի մտքով չանցնի։ Այսպեսի խառը իսկ Եվրոպայի եւ Ամերիկայի հարաբերությունները երբեք չեն փչանա, այս ինչ որ արվում է, ես ելի եմ հասկանում, որ Գրենլանդիայի հետ կապված, չգիտեմ, եսի որտեղ հետ կապված, այս մարդիկ ուզում են հասկացնեն Չինաստանին, որ այս բոլորը ինչ կա չկա, այսինքն եթե մի մաս գնան Եվրոպա, հիմա մի մաս գնան Ամերիկա, արևմուտքը ընդհանուր առմամբ էլի շահել է։ Արհեստական ցույց են տվել, որ կիսվել են, Ամերիկան Եվրոպայից արդեն առանձնացել է, հակամարտություն կա, եւ որոշ այն որ պետություններ կային չէին կողմնորոշում ինչ անեն, մի ասեն դե լավ որ Ամերիկային չսիրելով, բայց Եվրոպային հավանելով կգնան դեպի Եվրոպա։ Մյուսը Եվրոպան չսիրելով Ամերիկային հավանելով կգնան, այսինքն այնուամենայնիվ իրենք ամբողջը կլանելու են դեպի իրենց, բայց արևմուտքը հավաքական է եւ իրենք իրար հետ են գործելու։ Դեռ Եվրոպան իրականում առանց Ամերիկայի խնդիրներ է ունենալու։ Չգիտեմ որքանով կարողացա, սա իմ պատկերացումներն է, որ Թրամփի ապուշությունները կառավարելի են, ուղղակի ես այսքան ասեցի, կարող է ոչ մի բան չհամընկնի իմ ասածի հետ, բայց կարող է եւ 100% հետագայում տեսնեք, որ իմ ասածները ճիշտ էր, սա մի անշնորհակալ գործ է նաեւ, այնպես որ նրանք խաղաղությամբ, բայց եղեք ազգային եւ ամուր եւ ունեցեք կարմիր գծեր, որ սրանից ենքում քեզ որևիցե մեկ իրավունք չունի պարտադրելու, ուզելու, ճնշելու, կյանքի գնով։ Partners Day-ին